Դե դատանը բավարարեց միջնորդությունը 2 ամիս կալանքի մասով, նաև հաստատեց ձերբակալման իրավաչափությունը, այն դեպքում, որ ձերբակալման իրավաչափության մասով դատանը մի բառ քննարկում չի եղել, ոչ դատավորն է հարցել, ոչ կողմերն են կարծիք հայտնել, այսինքն կարծեք թե որոշումը գրված պատրաստ վիճակում լիներ, պետք էր ստանդարտ ձևակերպումը տալ, ձևական կողմը ապահովել, որովհետև եթե դատանը պետք է օրենքով պարտադիր անդրադառնա ձերբակալում իրավաչափեր թե չէ, ինքը մի հարց չի տվել, կալանքի մասով մի հարց չի տվել, այսինքն մի հանգամանք չհետաքրքրեց դատավորին, որ օրինակ հարցներ, ասել որ իրեն հետաքրքրում է որպես դատորես հանգամանքի մասին կողմեր ինչ կասեն, քննիչը ինչ կասի, փաստաբանները ինչ կասեն, այսինքն սպասում էր process-ը երբ կավարտվի եւ այդ որոշումը որ կայացնի, իսկ մեր համար սա անակնկալ չէր, սա այն պայս սկսած երբ որ այս ապօրինությունները սկսել են, մենք հաստատել էինք, որ այս գործողություն լինելու է, որովհետեւ սա ուղիղ հանձնարարական է, այսինքն հրապարակային հնչել է, հրապարակային հնչեցվածի արդյունքը մենք հիմա տեսնում ենք, որոշումը դեռևս չի տվել, տա կծանոթանանք, ըստ դրա հաջորդ քայլերը կիրականացնենք։